just woke up from a dream where you and I had to say goodbye. And I don't know what it all means, but since I survived I realized wherever you go, that's where I'll follow. Nobody's promised tomorrow, so I'ma love you every night like it's the last night, like it's the last night. If the world was ending, I'd wanna be next to you. If the party was over and our time on
I just woke up from a dream where you and I had to say goodbye. And I don't know what it all means, but since I survived I realized wherever you go, that's where I'll follow. Nobody's promised tomorrow, so I'ma love you every night like it's the last night, like it's the last night. If the world was ending, I'd wanna be next to you. If the party was over and our time on earth was through, I'd wanna hold you just for a while and die with a smile. If the world was ending, I'd wanna be next to you. Lost in the words that we scream. I don't even wanna do this anymore, 'cause you already know what you mean to me, and our love's the only war worth fighting for. Wherever you go, that's where I'll follow. Nobody's promised tomorrow, so I'ma love you every night like it's the last night, like it's the last night. If the world was ending, I'd wanna be next to you. If the party was over and our time on earth was through, I'd wanna hold you just for a while and die with a smile. If the world was ending, I'd wanna be next to you. Right next to you. Next to you. Right next to you.
to you. I'd wanna be next to you. Այսօր դու կլացես ու սիրտդ կբացես Քո տեսքը անցերի է չկասկածես Տարիները որ անցնում են դպրոցում Ամենաթանկն Այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս Ու ցանկալի համբույր գուցե ստանաս Ապագա ճանապարհի կանչն առաջին Զանգն է այս վերջին Այսօր դու կլացես ու սիրտդ կբացես Քո տեսքը անթերի է չկասկածես Տարիները որ անցնում են դպրոցում Ամենաթանկն Այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս Ու ցանկալի համբույր գուցե ստանաս Ապագա ճանապարհի կանչն առաջին Զանգն է այս վերջին Հագցնել հուզմունքը չի օգնում ոչ մի միջոց Տարիներն անցան արագ ինչպես դասամիջոց Եվ դու, և ես, մենք բոլորով Տալիս ենք հրաժեշտ մեր մանկությանը Եվ ասում մնանք տարով Այսօր դու կլացես ու սիրտդ կբացես Քո տեսքը անթերի է չկասկածես Տարիները որ անցնում են դպրոցում Ամենաթանկն Այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս Ու ցանկալի համբույր գուցե ստանաս Ապագա ճանապարհի կանչն առաջին Զանգն է այս վերջին Պահը չկորցնես նրան ասել սիրուդ մասին Գուցե հենց այսօրվանից քայլեք դուք միասին Դեպի նոր կյանք անկեղծ սիրով Բայց կանգ առեք մի պահ ու դպրոցին ասեք մնաս բարով Այսօր դու կլացես ու սիրտդ կբացես Քո տեսքը անցերի է չկասկածես Տարիները որ անցնում են դպրոցում Ամենաթանկն Այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս Ու ցանկալի համբույր գուցե ստանաս Ապագա ճանապարհի կանչն առաջին Զանգն է այս վերջին Այսօր դու կլացես ու սիրտդ կբացես Քո տեսքը անթերի է չկասկածես Տարիները որ անցնում են դպրոցում Ամենաթանկն Այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս Ու ցանկալի համբույր գուցե ստանաս Ապագա ճանապարհի կանչն առաջին Զանգն է այս վերջին Na 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 I just woke up from a dream You and I had to say goodbye I don't know what it all means Since I survived I realized
Գոյատոմներ և հյուրեր, վերջին զանգին նվիրված այս հանդիսավոր միջոցառումը հայտարարում ենք բացված։ Ողջունում եմ բոլորին, հարգելի ներկաներ, գործընկերներ, ես ուզում եմ միջոցառման մեկնարկը սկսել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ Օլգա Միքայելյանի շնորհավորական ուղերձով վերջին դասյարը։ Սիրելի շրջանավարտներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ վերջին դասյարին։ Այսօր խորհրդանշական կերպով դուք հատում եք ձեր կյանքի կարևորագույն խաչմերուկներից մեկը, պատանեկությունից դեպի հասուն կյանք, երազանքների և նպատակների սահմանումից դեպի դրանց իրագործման դժվարին ու պատասխանատու ճանապարհ, կարևոր որոշումների կայացումից դեպի մարտահրավերներով լի ուղու հաղթահարում։ Սակայն լիավ հույս եմ, որ դպրոցական տարիներին անբարած գիտելիքները, բանիմաց մանկավարժներից ձեզ փոխանցված մեծ ու փոքր դասերն այն առողջ սերմերն են, որոնք տալու են իրենց ցանկալի պտուղները, անսխալ ուղենիշ են դառնալու ձեզ համար կյանքի տարբեր խնդիրներ լուծելիս և լուսավոր ապագա կերտելիս։ Օրը կրկին առիթ է և հնարավորություն շնորհավորելու նաև ձեզ, սիրելի ուսուցիչները, կրթության գործի կազմակերպիչներին, երախտագիտության խոսքեր հղելու նրանց, այս սերնդին ևս կայուն գիտելիքներով զինելու, լավագույն արժեքներով դաստիարակելու, թռիչքի թևեր տալ իրենց վստահված աշխատանքներում ներդրած ջանքերի սիրո նվիրվածության համար։ Սիրելի շրջանավարտներ, հավատացեք, որ դուք եք բոլոր ոլորտներում ապագայի հաղթանակները կերտողները։ Դուք եք մեր պետության և հասարակության ակնկալիքներն ու սպասումներն իրականացնողները։ Հետևաբար, շարունակեք հարստացնել ձեր գիտելիքները, կատարելագործել հմտություններ, եղեք լայնախոհ և նպատակասլաց, աշխատասեր և նորարար։ Սիրելի շրջանավարտներ, այսօր վերջին դասն է, բայց կյանքը յուրաքանչյուրով դասեր է տալիս։ Մաղթում եմ, որ այդ դասերից կարևորագույնները երբեք չմոռանաք։ Սեր առ գիտելիք ու աշխատանք, սեր հայրենիքի, ազգի, ընտանիքի և միմյանց հանդեպ։ Բարի երբ ձեզ, սիրելի շրջանավարտներ։ Ողջունում ենք բոլորի մեր դպրոցի ավարտական միջոցառմանը ներկա գտնվելու համար։ Վերջին զանգ, Հրաժեշտի օր, տոնական օր, ուզունքով լի օր, անմոռանալի օր, այլևս երբեք չկրկնվող օր, 9 տարվա կյանքի ամփոփման օր, հարազատ օջախից բաժանվելու օր, ուրախ հույզերով լի օր, 9 տարեկան ընտանիքից առանձնանալու օր։ Եկեք ծափահարենք մեր դպրոցի այսօրվա ամենակարևոր և ամենահուզված աշակերտներին՝ 9-ի ադասարան և դասղեկ Աննա Եղոյան։ Որին իր մասնակցությունն է ունեցել Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Վայքի հիմնական դպրոցի
հիշողության օրագիր ֆիլմ։ Սիրելի ֆիլմասեր հասարակություն, ցանկանում ենք ձեզ հայտնել, որ այստեղ են գտնվում մեր ֆիլմի գլխավոր հերոսները, ռեժիսորը, ռեժիսորի օգնականները, սցենարիստները եւ ողջ ֆիլմի ստեղծագործական անձնակազմը, ուրեմն եկեք ողջունենք մեր ֆիլմի գլխավոր հերոսներին։ Բարև ձեզ սիրելի ուսուցիչներ, ծնողներ, քույրեր։ Այս շարժանորը որակացելի հուսքով է լցրել մեր հոգիները սիրող ողջունում ենք ձեզ։ Շնորհակալ ենք, որ ձեր ցանկալի ներկայությամբ մասնակից եք մեր հիշողության օրագիր ֆիլմի ցուցադրությանը։ Եթե այստեղ եք, ապա սիրով հիշում եք մեր ժպիտներն ու ուրախությունը, մեր տխրությունն ու թախիծը, որը դեռ շատ երկար ուղեկցելու է բոլորիս։ Այսօր մեր ողջին եւ ձեզ հետ միասին կթերթենք մեր դպրոցական անցած 9 տարիների հրաշալի եւ ամոռաց ֆիլմիկանը։ Ես ձեզ կներկայացնեմ ողջույն եւ եղբայրության խոսքերը։ 9 տարի, 108 ամսվա անբաժան ընկերություն, 432 ամվա պատմություն, 3285 պատվարտյանի հիշողություն, 9 տարի, հասար է մեր 9 տարիների պատմությունը։ Այսօր մեր հիշողության օրագիր ֆիլմում ներկայացնենք երկար ու ձիգ տարիների մեր համատեղ աշխատանքի արդյունք եւ ակնկալում ենք ձեզ փոխանցել բոլոր դրական զգացմունքները։ Նկարահանման ընթացքում օգտագործել ենք 150 կիլոգրամ կավիճ, 2348 ֆենթանի տետր եւ 2.300.000 նյարդային բջիջ, բայց ուզում ենք տեղեկացնել, որ ոչ ոք չի ուզի եւ ահա պատրաստ է մեր ֆիլմը։ Ֆիլմը ամենալուրջ նվիրական հեքիաթի մասին է, որը ստիպում է բոլորին զսպել, լսվել հրաժեշտի եւ պարետի ցանկությամբ, նրանց ունեցածը ապրել ներկայի եւ ապագայի հույսերով։ Ֆիլմը ներկայացվել է 4 ժանրի՝ մանկության հեքիաթ, մանկության կոմեդիա, հրաժեշտ ուսուցիչներին եւ դեպի պատանեկություն։ Մենք հարմար տեղավորվել ֆիլմը սկսվելու համար։ Խնդրում ենք բոլորին անջատել բջջային հեռախոսները, ֆիլմը սկսվում։ Մորս ծնունդով վերկացանք մի օր 5-6 հոգով։ Ինչ 5-6 հոգի։ 35 հոգով չէի։ Գրքով, տետրերով, նոր պայուսակով դասի գնացի։ Բայց բացի հայկը չկա։ Դե արյու այդքանը հիշի։ Պիտի նորից սկսեմ։ Հորս կնունքով, մորս ծնունդով, վերկացանք մի օր 5-6 հոգով։ Հայակի 35 հոգով գնացինք դասի։ Հիշում ես երկրորդը։ Գնացինք դասի։ Գնացինք դասի։ Ես էի Արտուշն էր, Ովիկն ու Նարեկը, Ալեքսն ու Հայկը, Վահենն ու Վիգենը, Արգիշն ու Արամեն, Գոլյանն ու Արմանը եւ իհարկե մեր երաժշտուհիները։ Սիրելի համադասանցիներ, շնորհավոր ձեր սեպտեմբերի 1-ը, դե գնացինք դասի։ Խնդրենք ընկեր Դավթյանին ուղեկցել մեզ դասը։ Այս դպրոցի իմ առաջին սան է։ Այսօր վերջին խապում է դպրոցական կյանքի մի կարևոր կողմ։ 9 տարի առաջ դպրոց շարունակած հայացքներով, այսօր հապունացած, դպրոցած, պատանիներ է հապունացած։ Այսօր դուք փոխները չեք, որոնց տեքները առաջին անգամ միասին այսօր պատանիներ է, ովքեր իրենց երկրի երկրի ընկերություն նպատակներ և երայանքներ։ Ես շնորհակալ եմ ձեզ համար, ձեր երաշխարը բացելու և սիրով ինձ ուր է գնաց, ես միշտ ետում եմ և պարկանել եմ ձեզ անում և աղորդել եմ ձեր հաշվության համար։ Վստահ եմ, առաջ հայրեք, արձանապատներ, ուժեղ և պայքար։
Հարթեցիք մեր ճանապարհը, լույսի փարոս եղակնեց, ապրեցիք մեր դժվարություններով, եղաք մեր մեծ ու փոքր ուրախությունների մասնակիցը։ Ներեցեք, որ երբեմն չհասկացանք ու մոռացանք ձեզ, դա թերևս մեր հենց տարիքից է։ Այո, սա մեր ամենևին առաջ։ Մեր Երբ ուզում կթափից իրար են թափվել, մենք ուղղակի լուր մտածում։ Մենք այս փոքր հատվածն այնքան մեծ մահ տվեցինք, բայց այս մի զանգով մենք մեծացանք։ Ասուն մահ եք գացել, որ պատրաստում են նոր կյանքի շեմին կանգնած կողմին։
անկեղծությամբ մազում ենք խոստովանել, որ ինչ է լինի, երբեք չենք մոռանա մեր հրաշալի հեքիաթ նվիրած դպրոցը, ընկերներին և ուսուցիչներին։ Պիտի հրաժարվենք, միայն թե չգիտեմ, օգնությունն է շատ, թե ուրախությունը, կարծում եմ ջնպիտն է շատ, թե գզգիծը բաժանում։ Ումայթեցինենք ընդամենը խոսքեր են, բայց ոչ, այսօր 9-րդ դասարանցիներս սրտողած մտածում ենք, որ ժամանակը սիրանում է, և մենք անձոր ենք կանգնեցնելու անում։ Բողոք խորքում ունենք սիրո իրական իզը, որը ստեղծել ենք Պերյանի Իսակյան պրոյեկտով, որը պիտի տարվին գավջան և հողականը մեր ստեղծում։ Ամենաս ամենաներաշն աճած ամենայնով և այս մտրոցում մենք որոշեցինք մեր ուրիշ նորակացությունը հայտնեց ես, բայց ոչ ավանդական ձևով։ Փորձենք այդպես անել, որ դուք երբեք չմոռանաք։ Հարգելի հյուրեր, սիրելի ուսուցիչներ և աշակերտներ, մանկության ամենատար ու պայծառ հիշողությունների մեջ են դպրոցական օրերը, լի ծիծաղով, ամեն զվարճանքով ու երբեմն էլ փոքրիկ չարաճճիություններով։ Եվ հիմա տեղափոխվում ենք մանկության ամենալուսավոր պահերը, որտեղ հին սաղը անպակաս էին։ Սիրելի ուսուցիչներ, մտածելով ձեր մասին մի բան է ակնհայտարարում։ Ուսուցիչ լինելը պարզապես մասնագիտություն չէ, այլ մի ամբողջ ճանապարհ, ապրելակերպ և ինչու՞ չէ, նույնիսկ առաքելություն։ Դուք միաժամանակ կարողանում եք լինել խիստ և հոգատար, պահանջկոտ և ներողամիտ, բայց և միաժամանակ կարողանում եք հավատալ մեզ անգամ այն ժամանակ, երբ մենք ինքներս չենք հավատում մեր սեփական ուժերին։ Իսկ հիմա եկեք մի պահ նայենք ձեզ այնպիսին, ինչպիսին մենք տեսնում ենք ձեզ ամեն օր։ Դուք ուսուցիչներ եք և իհարկե Ուսուցիչներ եք և իհարկե դուք տանից ստանում եք դպրոց այն ամենը, ինչ պետք կգա դասի ժամանակ։ Դուք ուսուցիչներ եք և իհարկե ձեր ամեն մի անցքում գործունեների հետ սահուն կերպով վերածում են մի բան։ Դուք ուսուցիչներ եք և իհարկե տանիքները կասկածանքով են նայում օրեցօրը դուքտետրել։ Դուք ուսուցիչներ եք և իհարկե շատեր չեն հասկանում ձեզ, երբ խոսում եք 30 կամ 40 երեխաների մասին։ Դուք ուսուցիչներ եք և իհարկե ձեր տանիքները և ուսուցված ընթացված երեխաների կողմից, իսկ մենք դարձնում ենք ձեր տանիքները։ Դուք ուսուցիչներ եք և իհարկե գիշերվա կեսին հագարցվել եք գնում, քանի որ հանրարետն եք տեղացել վաղվա 10-ի համար։ Դուք ուսուցիչներ եք և իհարկե ձեր կյանքում տոները շատ ավելի են, քան մյուսների տարվա սկիզբ, տարվա վերջ, կիսամյակի վերջ ու փառ։ Դուք ուսուցիչներ եք և բոլորը մտածում են դուք աշխատում եք մինչև ժամը 3-ը, ձեր օրս ինչ փոխ։ Ուսուցիչներ եք և իհարկե ձեր գնացածները շատ ավելի հաճախ են։ Շուտով ամառ է, և բոլորը կարծում են, որ դուք հանգստանալու եք։ Այնինչ պահարելի մի անկյունում ձեզ են սպասում փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ է վերացնել։ Ձեր աչքերում մենք միշտ կմնանք այն հորվիկները, ովքեր հապաղում էին իրենց առաջին բառերը գրելիս, առաջին քայլերն անելիս դպրոցում։ Բայց ժամանակը սլացավ, ամեն շփիտով առաջին դասարանցիները դարձան մտածող և նպատակասլաց աշակերտներ։ Մենք փոխվել ենք մեր մտահորիզոնով, մեր երազանքներով, մեր մեծացած սրտերով։ Շատ տարբեր ենք մենք, էլ նման չենք 9 տարի առաջվա աշակերտներին։ Եվ մեր հաջորդ համարում ցանկանում ենք ձեզ ներկայացնել առաջին և 9-րդ դասարանի տարբերությունները։
սպասում ենք, որ վասանակից տային, ապա հիմա սպասում ենք, թե ետք են տալու ավարտական վկայական։ Եթե առաջին ասում եք կարելի է դուրս գալ, ապա վերջում ասում եք կարելի է ներս գալ, Եթե առաջինում ասում եք A արև, B բարև, G գնդակ, ապա վերջինում ասում եք A iPhone, B browser, G Google։ Եթե առաջ որակին էինք բացում, որ իմանանք ինչ գենարական ենք ստացել, ապա վերջինում բացում ենք Instagram-ը, որ իմանանք նայլայք ենք հավաչում։ Եթե առաջին դասարանը 40 րոպե դասընթացի մեջ էինք, ապա վերջինը 40 րոպե հեռախոսի մեջ։ Եթե առաջին գրում ենք հանուն վերջինը տարի, առաջինը տանից համար, ապա վերջինը գրում ենք հանուն վերջինը։ Եթե առաջինը գուկիները գումայի դեպ։ Այստեղ ոչն ասում ենք հաստատանք, օզոնը զամուկ է, հրոմը բրբերն, ռեակցանից է իմոջները, մորը Երևան, մորը սիները չնիքում։ Եթե առաջին հայլեք, ապա սաշան ենք հայլեք։ Այս ամեն իհարկե կեսլուրջ ես կատակ է, սակայն նրանց տեսանկյունից ավելի շատ լուրջ, քան թե կատակ։ Եվ եթե մի բան և առաջինում և իներորդում մեզ մոտ լավ է ստացվում, դա բարևն է և դուք դրանում հնարահամուստ։ Եվ չմոռանեք, վայքի հիմնականից մեկը լավ դպրոց չկա։ Oh
ընթացքում մենք ունեցանք մի մեծ ընտանիք մեր տան պատերից դուրս եւ ընտանիք, որ ամեն օր սպասում էր մեզ տանը։ Ազգի 90 ընտանիք, ինչպիսին ընտանիքն է, այդպիսին էլ ազգ։ Մեր ծնողները մեր կյանքի գլխավոր մարդիկ են, նրանք մեր մշտական ուղեկիցներն են։ Ընտանիք, բնության պարգևած հրաշքներից մեկը եւ միևնույն ժամանակ դավատում բան։ Մարդ նրանց ընտանիք նույնն է, մարմինն առանց հոգու կամ սրտի։ Ելավ ընտանիքում քեզ զգում ես ավելի ուժեղ, ավելի ապահով։ Եվ ընտանիքիդ հետ պատրաստ ես հաղթահարել ամենաբարձրությունները, որոնք պետված են քեզ։ Ընտանիք, այս բառը նկատի է ձեր, արգանք եւ մտերմություն։ Այն այն բառը, երբ նրանց նավակի մեջ սերանիշնի եւ քննարկում ունեն գա, արժե ավելի։ Վայ, դիզոհեցի ավելի փիլոսոփիական կյանքը, որը կազմի վերջնության, գերության եւ սիրո մի սարքերի առասպել է։ Եվ այն այսօր ավարտվում է։ Հեմագործության համար պետք է բախ բաժանել, առաջին որոտվել։ Հեմագործության համար պետք է կյանք դրել, առաջին որոտվել։ Հենովիկման իջային սիրո ցուցանակը նպատակեք, ապա կոչեք մատանքով։ Հեմագործության հավերգության գլուխգործոց եք, ապա կոչեք մատանքով։ Սրվենք և կերանք ինչպես մի օր շատ և շատ շնջան ավարներ են հրացնել, բայց դու սիրելի ես նետերտա ուղին է աշխողն ապրելու և գեղեցիկ կյանքի դասը տվեցիք։ Մեր սերի ծնողները ցույցեցին մեզ դուքրոց, դուք դարձաք մեր մայրերը այս պատերի ներսում, իսկ հիմա մոտ է հրաժեշտություն։ Այսօր մենք հրաժեշտ ենք տալիս մեր հարազատ դուքրոցին, մեր սիրելի ուսուցիչներին։ Այստեղ մենք թողնելու ենք հարազատ և թանկ մարդկանց, որ Աստված մեզ բավականելով կյանքի։ Thank you.
2020 թվականին։ Ռուբենը ազդարացել մեր առողջ մանկությունը։ Մենք մեծացանք ոչ թե տարիների, այլ օրերի, րոպեների ու վայրկյանների ընթացքում։ Մենք հասկացանք, թե ինչպես են մարդիկ դերանում մեր կողմած ամեն ապա ընթացքում, որովհետև հոգևները տարիների գումար չեն, այլ ապրաստավերի, որոնք երբեք չեն գնում։ Աշխարհի բոլոր մարդիկ ստեն ինչ է պատերազմում։ Ինչվան են աշխարհի բոլոր մարդիկ, ամենաերջանիկը նա է հիրավի, ով չի սպասում, դա սպասում։ Զոհվել և մեծացել եք և պատերազմը գետում գրված բառեր, այն ոչ թե Այսօր մենք չենք կարող ճիշտ բոլոր ովքեր անհայրենիք չեն այս կյանքում։ Իմ կյանքն ավարտվեց ռազմի դաշտում, ես 1 րոպե լրությամբ հավաքել նրանց Նրանցից շատերը նոր են թողել դպրոցական շրջանը, լսել են նրանց մարդիկների սխրանքների մասին, լսել են տանը, նկարիքը, գիտեր լեգենդար մոնտրի մասին, և նրա անունը փորձը դարձել է նրանց ապրի ապարը։ Շատ չի անցել այդ օրերը, որ և մինչև օրս է, ամենամեծ խորհուրդ է եղել և մնում է մեր ընկերները, հայրերը և նրանք ովքեր մնում են որված չնայեցին ամենից։ Մեր սիրտում արարում մեր դրող տնայեցնած և մենք պատրաստ ենք այլ բաղբանը արար այլ մի կսակող է, որը միջև այսօր ստացում նրանց արարում։ Մենք մեր հայրենիքի պաշտպան զինվորն ենք, այսօր այստեղ մեր դպրոցում, մեր տան հոգում կանգնած մենք մեր հայրենիքի վերքերի վկան ենք, մենք մեր հայրենիքի անցյալն ենք ներկան, մեր հերոս զինվորների նման։ Դպրոցական տարիների սանդուղքով բացանալու ճանապարհին նավաստված ոչ է պատճառով, այդ չարավաստիկ հիվանդություն։ Նա մեր ապուշիկն է։ Կենսաբար, մաքրամաքուր հոգով շատել ես և այսօր ցանկանում ենք այս զանգը ստացնել նրա հայրիկին Բարև սիրելի դասընկեր, հարգելի ուսուցիչներ, իմ կյանքի ամենացանկ մայրիկ, այսօր ես այստեղ, ձեր սրտերում, ձեր ժպիտներում, ամեն հիշողության մեջ, ես տեսնում, լսում և հպարտանում եմ ձեր հաջողություններով ու դրանից ոգիս լցվում է ուրախությամբ։ Ես ուզում եմ, որ դուք երբեք չմոռանաք, որ կյանքը հրաշքներ, սիրեք միմյանց, բարեք այսքան ինքերից։ Իմ սիրելի մայրիկ, ուրախ եմ, որ իմ ինքերների հետ ես, որովհետև ես միշտ քեզ հետ եմ, որովհետև երբեք չեմ ուզում, որ դու մտես։ Քո արտուշը քո որդին է, միշտ, ես քո ամեն քայլին հետևում եմ և հպարտանում քեզ։ Սիրում եմ քեզ, անվերջ ու անմար սիրում, հիշեք, ես միշտ ձեր հետ եմ, ձեր երգերի մեջ, ձեր լավ գործերի մեջ, ձեր սրտի ամենամալու անկյունում, ապրեք, սիրեք և շքացեք։
Երկար մտածեցի, դրդի ասմի գնալեմ, այդ իչքան օրերը մոտեներ ասում չեմ կարողանում, այն մարդի, որ ասում էին հենալ, կան մարդի, որ ասում էին դիմանած, որ երեխան էներ չի, անուշի պամպան ու երեխայր էին, որ չեք կան, բայց ես չեմ կարասի կան, բոլոր իմ երեխեք ամենակարևոր օրերից մեկն է ձեզ համար դպրոցի հավաքը։ Սա ոչ միայն դպրոցի հավաքը, այլ նոր կյանքի, ինքնուրույն կյանքի մի նոր ցույց, որը դեր հնարավորություններով, երազանքներով, մարտահրավերներով, երեխեք կան է ձեզ սահուն, հակ, անխոչնդոտ ճանապարհներ, եւ ամենակարևորը ինչ այսօր կապում է մեր երիտասարդների կողքին, եղեք համոզող, իմյանց հետազամ, ապրել, շնորհակալներ, սիրելի ծնողներ, ուզում եմ, որ միշտ ուրախանանք ու պարտանանք ձեր զավակների հաջողությամբ, Տիկին Մարգարյան, պարոն Արցախյանը, Տիկին Եղոյան, դուք էլ անմասն չեք մնացել այս երեխաների կրթության զարգացման դաստիարակության համար, ձեզ էլ ուժի եղան, շատ առողջություն, շատ հաջողություն, ապրել, շնորհակալ։ Ես շատ ուրախ եմ, որ երեխան սովոր է դասանում, ասեմ դες, բայց արդյակ պարտասել չզգացի, շատ ապրեք, ներզիկ շատ, ուրախանում ենք, կեփ եք անում, ես էլ ձեզ։
Երբ որ երեխան հիվանդանոցում էր, չտասել մամա, երբ որ գնանք քաղցր տարվի երեխաներին, հիմա ես ձեզ քաղցր չի, ես անուշ բույր եմ դրել ձեզ, որ դեր ամբողջ կյանք է բուրմուքի մեջ անցել, ի սրտանց ես ձեզ նվերներ եմ բերել փոքրիկ, Արուշիկի եղբայրն է դրել ձեզ համար, խնդրում եմ դերսեք և ուրախ վայրեք, թույլ տվեք Տիկին Մարոհարյան, Սիրո Մարոհարյան Հրաշքն Իվարկյանին, նորից դառնայի վեցավ եմ իմանուկ և սրտի շղթերով նորից մտնեիմ այնքան սիրելի արազատուց։ Կարծես սիրել, ես լավնիկի ձեռքից անկեղծ մատալակ հիվիտով ձևորվեց, գիտելիքների անունով։ Այսօր ամեն մեկը սպանանում են ձեր վաստակի արջով սիրելիություն։ Եվ ես ինչքան էլ ասի ժամանակ, երբեք չենք մոռանա իր սերն ու օգտարությունը, որ ոչեք։ Անցանին եկեղեցիկ անմոռանալի դպրոցական կարում էր, մեր ուղեկիցներն էին մեր ուսուցիչները, ովքեր մայրական խնամքով ու հողատարությամբ դարձան մեր ուղեկիցներ հաջողիցները։ Դուք անձարեք դռները բացում, ովքեր են գալիս աներին հանձում, ովքեր են միսի ճաճաճ խորով, ատակ սերնդի ողջորով։ Ուզում եմ մեծ գործեր կատարել, գիտեմ, ոչ միանման։ Հենց այդպես էլ պատկամել է ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։ Մեծ գործեր անելուց զատ ուզում եմ անվանի մարմինը։ Հենց այդ կարևոր դասն ենք ստեղծել մենք դպրոցում։ Ինձանով և իմ գործերով պիտի կպարզանա հայրենիքս։ Ես հպարտ եմ, որովհետև ունեմ պատմություն, լեզու և հավատ։ Ես հպարտ եմ, որովհետև հայս ունեցել եմ Մեսրոպ Մաշտոց, որը սուրբ է բոլոր ժամանակներում իր կատարած ոսկապահպան գործով։ Նրա շնորհիվ ենք մենք հիմա գրում ու կարդում հայերեն։ Ես հպարտ եմ, որովհետև հայն առաջինն է մեր քրիստոնեությունը որպես պետական և առաջին քրիստոնեական ծեսերը կատարվել են հայկական հաճարում։ Հպարտ եմ, որովհետև ունեցին ենք և ունենք մեծ հաջողություններ սպորտով, շախմատով, երաժշտության բնագավառում։ Շախմատի աշխարհի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ Տիգրան Պետրոսյանն է հայացքի բացան։ Սայաթ Նովար, Ռուսան Շերյանը, Նահավետ Քուչակ Միքայելիով, մեր երկի Մեսրոպ Մաշտոցը, Կոմիտասն ու նրա բացահայտած խազերը, Նորալի, Նարեկացին, Արամ Խաչատրյանը և Ակո Բաբաջանյանը ստեղծել են հայ ժողովրդական երաժշտության հրաշամանոցներ և ներկայացրել զրկացում։ Հետապարտությունը մեր ժողովրդական Հայաստանում, որտեղ ամենաշատի ամեն ամուց իրանը և ինչպես կարելի է չպարտանալ մեր ազգով, մեր հայրենիքով, ամեն մի հայ ինչպես չպարտանա իր այս հաջողությունը։
Բարդ եք մեր ապրող և անմահացած հերոսներով, հարկ և խոհանոն։ Մետիտնականների, հերոսների, անվանիների, երաժիշտների և սերում մնացածների իմաստության ակտիվ, նրանց հաջողության գրավականը, նրանց ոգևորող ու ոգեշշող դաստիարակում եք հայրենիքին նվիրված անվանի սերունդը։ Ձեր շնորհիվ մենք մեկ հայրեն ապրում ենք վստահ։ Պատաբար ենք հանդիպել կյանքում, անհրաժեշտաբար այսպես հուսավոր շախով ենք։ Դու մեր ուսուցիչ, մեր հետնորդմայր, մեր ուղեկից, մեր ակնկալից։ Բոլորս անուն արանու, մենք բոլորս Հազար տարի գործից ծնված սերունդների ողջունված մեզ ամառած որ հրահեք մեր հայաց հավաք Մենք գնում ենք նվաճելու Մասիսը, մեր Մասիսը, գիտելիքով միայն սիրած զորացած։ Դեր մնակ բարդ, ասում ենք սիրում, սրտի անսովոր և մեծ տրճերում, բարի ենք բախտում և սեծ և շուտիկ, լավ հրամատություն և խաղաղների։ Մեր ավարտական այսպես հանդեսի ուզում եմ հայտնել համայն աշխարհին, խաղաղություն ամենքից և ամենուր, այդ եք միայն մենք աշխարհին կանելու։ Որ նորատուն կայքին տապետ ու բարի, խաղաղություն, որ աչիկներն իպանան, դաշտում միծի, օրացում միծան, միծով ծորեն գանաներն ապրին, հանգիր մի երբ բանաստատի սրտին, մի
երեքրոտ բացատի մեջ անտանի։ Թող ամենուր խաղս։ Խաղություն ամենքին և ամենուր, ողջ աշխարհն է ողջ աշխարհին ամենուր։ Խաղության թողարկի հանդես է այս ավարտական և կարևոր մեզ համար։ Խաղություն թողթեղածի ամենուր, այստեղ, այնտեղ և ամենուր և այնուր։ Մինչդեռ հանդիպում, մենք պիտի կրկնենք և նորից կրկին հենց նույնն ասենք, խաղություն ամենքին և ամենուր։ Թող այսպես ամենուրեք այնուր։ Մենք ուզում ենք խաղություն։ Սիրելի ուսուցիչներ, թույլ տվեք երաժշտության խոսքը հայտնելու ձեր անմնացած ուղղվածը անձնվեր աշխատանքի, մայրական ջեր վերաբերմունքի և այն ամենի համար, ինչ տվել և սովորեցրել եք մեզ։ Երկար տարիների միասնական աշխատանքից հետո մեր ճանապարհները բաժանվում են, բայց վստահ եմ, որ մենք գտնում ենք, որպեսզի դրսում որպեսզի բաց ու պահենք ձեր անունը դրսում։ Մենք գնում ենք, բայց վերադառնալու հուսով, ձեզ միշտ այդպես գեղեցիկ ու երիտասարդ տեսնելու հուսով։ Գնում ենք, որ դրսում իմանան, որ մեր ուսուցիչներն աշխարհի ամենաբարի պատրաստի Հավաքվեք և այսպես սկսում ենք մեր 9 երկար տարիների նկարահանված ֆիլմի մրցանակաբաշխությունը։ Այսօր մենք ցանկանում ենք հատուկ մրցանակներ հանձնել և շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրին ձեր նվիրական գործի համար։ Այս մրցանակը մատչում ենք լավագույն հետաքրքրական աշխատանք համանախագծած ֆիզիկական ծանր աշխատանքներ Հատուկ մրցանակ է տրվում մեր առաջին ուսուցչուհի Գետաոսյանի, մեծ Մեսրոպյան
Վիկեր Մանասյանի եւ Սեր Շարազյանի մեր երկրի աշխարհամասային եւ դրանց ամբողջովին ծառայողների համար։ Շնորհակալություն ենք հայտնում մեր ծնողներին այս ֆիլմի ընթացքում մեզ սատարելու եւ մեր կողքին գտնվելու համար։ Սիրելի ծնողներ, շնորհակալություն ենք հայտնում ձեզ, մեզ կյանք պարգևելու, անսահման սիրով շրջապատելու, միշտ մեր կողքին լինելու համար։ Ձեր սիրով, հոգատարությամբ ու հավատով մենք այսօր կանգնած ենք այս բեմին, որպես ձեր սրտի արտացոլը։ Շնորհակալ ենք մեր անմոռանալի պահերի համար, մեր հուզումներն առանց խոսքերի հասկանալու համար, մեզ հետ անհանգստանալու ու մեր յուրաքանչյուր հաջողությամբ ուրախանալու համար։ Ձեր սերն էր, որ օրորեց մեզ մահության օրերում, ձեր վստահությունն էր, որ քաջալերեց մեզ չվախենալ կյանքից ու համարձակ քայլել մեր երազանքների ետևից։ Այսօրը նաև ձեր տոնն է, սիրելի ծնողներ, որովհետև մեր յուրաքանչյուր քայլի մեջ դուք եք, ձեր սերը, ձեր ուժը, ձեր նվիրումը։ Շնորհակալ եմ մեր սկիզբը, մեր հենարանը, մեր ոգեշնչումը լինելու համար։ Եվ հիմա մենք ցանկանում ենք ձեզ նվիրել փոքրիկ, բայց խորհրդանշական նվեր, օրորոց սրտի սիրո, որոնքներն ենք ձգում սրտից մեջ, կրելով մեր անունները և մեր սրտից բխած խոսքերը։ Օրորոցը խորհրդանշում է այն ջերմությունը, ոգատարությունն ու անդորը, որ դուք մեզ պարգևեցիք մեր մանկության օրերում։ Այս օրորոցը մենք նվիրում ենք ձեզ, որպես
Մինչև այսօր։ Մեր ֆիլմն ավարտվեց մի պատմություն, մի ներկայացում և մի գիրք։ Բայց չպետք է մոռանալ, ֆիլմերը բաղկացած են մի քանի մասերից, երգերն էլ մի քանի հատորներից, իսկ ներկայացումները չնավարտվում մեկ ուշադրությամբ։ Այդ իսկ պատճառով, սիրելի ծնողներ, հյուրեր, հարգելի տնօրենություն, մենք հրաժեշտ չենք տալիս ձեզ, այլ ասում ենք ցտեսություն։ Քանզի մեր ֆիլմի երկրորդ մասը, ներկայացման հաջորդ ցուցադրությունն ու գրքի հաջորդ հատորը շուտով լույս են տեսնելու։ Իսկ հիմա ուղղակի ուզում ենք ասել մնաք բարով, քանի որ մենք դեռ հետ ենք գալ, և մեզ հետ բերել ենք ավելի լավ պատմություն, լի խոչընդոտներով և արկածներով։ Մենք սիրում ենք ձեզ։ Դե ինչ մանկություն, մնաց բարով, իմ հարազատ կրթօջախ, իմ ուսուցիչ, իսկ ձեզ իմ դասընկերներ։ Ասում եմ բարի և դեպի նոր կյանք։
միշտ ասում ենք եւ բոլորին համար գաղտնիք չէ, որ իրենց ջանքերով մարզպետի անվիճական միջնորդությամբ պարոն Սողոմոնյանի բազմիցս շենքային պայմաններին պատահույն վիճակը կառավարությունում բարձրաստիճան պատկան մարմինների մոտ բարձրացնելու արդյունքում ունենք լավագույն արդյունք, հիմնանորոգում և վերանորոգում, բայց անկեղծ ասած այն օրը մենք քայլելիս գալիս ասում էինք պարոն Սողոմոնյան, երբ այս դպրոցը քանդեն, մեր ուշերն ու մեր ոտնահետքերը կմարեն, այստեղ ենք մենք սովորել, 6 տարեկան իհարկե Սիրելի ուսուցիչներ և շատ սիրելի աշակերտներ, ես շնորհակալ եմ այս նշանակալի օրը այստեղ կեցնելու համար։ Ձեր ողջի ես շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ նշանակալի առիթով և որպես ծիրված ուժերի ներկայացուցիչ ուզում եմ նշել, որ մեր երկրի հայրենիքի սահմանը սկսում է գիտելիքից, ունի համեմատական է երկրի պաշտպանությունը գիտելիքի։ Եվ ձեզ ցանկանում եմ, որ ձեր հետագա տարիների ընթացքում ամեն օր մի փոքր ավելացնեք ձեր գիտելիքները։ Ես վստահ եմ, մեր ուսուցիչները ամեն ինչ անում են դրա համար, ուղղակի պետք է ցանկացնել։ Ես ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ և շնորհակալություն եմ հայտնում այսպիսի հրաշք երեխաներ դաստիարակել շնորհակալություն։ ու այսօր արդեն ինչի սկիզբ իրականություն առաջին եթերաշրջանը նկարահանվի նաև երկրորդ
Հարգելի ներկաներ, սիրելի ներողություններ, մեր շատ սիրելի հայրերի ծնողներ, իրավի այսօր հիշարժան օր է, հերթական հիշարժան օրն է պայքերի հնականություն, որովհետև այս բեղում Բաքու տասնյակ տարիներ զրմկունսի ձայնով հնչեղայոչ մեզ առաջին, այնպես է վերջին ձայն։ Բայց ես այստեղ ուզում եմ որոշ իմ խոսքում ոչ թե շփումներ մտցնել, այլ ավելի մասնավորեցնել, որ դուք պարզապես փոխում եք ձեր կրթական աստիճանը։ Մենք մարդիկ կրթվելու, դաստիարակվելու հնարավորություն և իրավունք ունենք մեր ամբողջ կյանքի ընթացքում։ Այն հիմնաքարը, որ դրվել է կրտսեր դպրոցում, ավարտել եք կրթության առաջին աստիճանը, հիմնական դպրոցում, եկել եք հիմնական դպրոցում, այսօր կանգնած եք գեղեցիկ, մանիմաց, գնացի, մի քիչ շատ չարաճիճ դասարան։ Շնորհավորում եմ ձեզ մաղթում եմ լավագույնը, ձեզ մաղթում եմ խաղաղությունը, Աստծո օրհնանքը, ձեր կյանքի բոլոր խաչմերուկներում պատգամսը, եղեք խելացի, ունեցեք հայի ոգի, ունեք, պահպանեք, անվարեք, որովհետև այն արմատները, որոնք մենք գցում ենք մեր հոգի մեջ, հայրենիքը մենք և մենք այս մի բուր ինչպես Գևորգենին եք ասել, ով է ասում, որ այսքան պետք է սեղմենք աշխարհով մենք ծիրության ես չեմ ուզում մենք ծիրության լինենք, որ ոչ մենք ֆրանսահայ, իրանահայ, ազգահայ, ռուսնահայ, այդ բանաստեղծության մեջ ես ուզում եմ մենք մնանք մեր Հայաստան երկրում արարենք մեր խելքով, մեր մտքով, քարից հաց ենք քամել, տաշել, ուշնել, ծարտնել, մնանք դարերով եկած մեր հայկական ոգու և արյան խելքը, որովհետև վաղը մեր այսօր փոքր ինչ իրավոր, բայց դարերի ընթացքում ամացուցած, որ մոխիջներից հագնում է որպես մեր Հայաստան աշխարհը, դեր աշխարհը, ասելի ով, մեր մտքով, մեր աշխատասիրությամբ, մեր հավատարմությամբ և հայրենասիրությամբ։ Պարոն Հարությունյան, տարիներ անց ես չեմ կարծում, որ ճակատագրի հերթանքն այնպես կլինի, որ մեր վայքի ծնունդը հենց կգա վայքի գումարտակ, թեպետ ես դա շատ կուզենամ, բայց այստեղ այս դպրոցում և բոլոր դպրոցներում շատ շեշտակի դրվում է հայրենասիրությունը։ Եթե մենք մեզանից յուրաքանչյուրը իր գործի այն ջատագովը շարունակողը հետագայում բանակն է, ընտանիքը, մենք մեր երազած երկրի տերը լինելու և կանք կլինենք։ Ես առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել վայքի հիմնական դպրոցի ողջ անձնակազմին, ուսումնամուժանդակից մինչև տնօրեններ։ Բոլորը պիտի որ լավ հիշեք, որ 9 տարի առաջ այո ձեզ ընդունեց Գերդավթյանը, բայց դա Գերնացականյանի տնօրենության ներքո։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք լավագույն երեխաների, որոնց այսօր ավարտեցնում եք խելքին և չէ, ես նրանք անդրադարձամ, որ մեկը չմտնի աշխատասենյակ չխնդրի գնահատական։ Դու կարող եք ինքնուրույն և արժանապույն վաստակել, բայց ինչ
ասեմ եւ մարզպետի եւ ոստիկանապետի եւ մեր պահանջը, քանի որ մեր 3 միջոցառումներն էլ այսօր են եղել ձեր խնդրանքով, հիշում եք, որպեսզի ժամը 6-ին միասին 3 հիմները իրականացնեն։ Եվ մարզպետի, եւ ոստիկանապետի, եւ ձեր յուրաքանչյուրի ծնողներ ջան, մեր պահանջն այն է, որ այսօր, ինչպես գեղեցիկ սկսել ենք, մինչև վերջ ավարտել գեղեցիկ, որևէ մեկը մեքենայով չլինի, որևէ մեկը այդ օրը ճիշտ ասած նախատեսել էինք ես ու Տեր-Գրացականյանը առանձնապես այստեղով ավարտել, բայց գալու ենք եւ հետևելու ենք, ձեզ են ուրախանալու Yes,